Բարև ձեզ բարեկամներ, իմ այս մեկնաբանությունը ուղղված է ներկա Հայաստանի կաթսոտաձևին, որի արմատական վերափոխումները պարզապես հրամայական են։ Եվ եթե ես լինի աստղագուշակ, ապա մեկ անգամ ևս կհայտարարեի, որ երկիր մոլորակը իրոք հայտնվել է պատուհասների համաստեղությունը, որտեղ երկրի պետությունների ղեկավարների մեծամասնությունը օժտված է պատասխանատվության հիվանդագին բացակայությամբ, ինչու ոչ նաև հոգեկան անկայուն վարքագծով։ Հայաստանի Հանրապետությունը, որտեղ պետական կառավարումը գործում է փողոցային մակարդակով, այնուհանդերձ գտնվում են մարդիկ, որոնք միամտորեն ակնկալում են խելացի որոշումներ իշխանության ամենաբարձր օղակներում հայտնված պաշտոնյաներից, իսկ ավելի ստույգ գործող իշխանության վարչապետից։ Այն նույնն է, երբ ակնկալում եք լսել Սենսանսի դաշնամուրի երկրորդ կոնցերտի կատարումը մի մարդու միջոցով, որը երաժշտական լսողություն անգամ չունի։ Նա նման է մի կատարողի, որի դեպքում դաշնամուրի ստեղնաշարը կարող է օգտագործել մեկ այլ երաժշտական գործիք, ասենք դհոլ, իսկ ներկաներին նա կարող է թելադրել լսել իր թմբկահարումը, պատճառաբանելով, որ նրանք են ընտրել իրեն որպես կատարողի, եւ եթե իր կատարումը հեռու է բավարար լինելուց, այնուհանդերձ մեղավորները հենց ընտրողներն են։ Մարդկային ցինիզմի փայլուն օրինակ։ Թերևս դաշնամուրը որպես դհոլ կատարողին ծափարողները արժևում նստած քփականներն են, որոնք նախկինում անգամ չէին կարող երազել գտնել որևէ կատարմանը, ծափարողների մեջ քիչ են նաև առանց տոմսակ ներխուժած որոշ գործարարներ, նշանակված պաշտոնյաներ, ինչու ոչ նաև բազմաթիվ բնակալեզներ, որոնց ժառանգաբար փոխանցվել է այդ մասնագիտությունը սկսած անկախության առաջին տարիներից։ Փայլուն դաշնակար դհոլչին նույնիսկ հայտարարում է, որ այդ դաշնամուրի վրա կատարողը միայն ինքն է, եւ հակառակ դեպքում դաշնամուրը կարող է այրվել։ Կարծում եմ կռահեցիք, որ դաշնամուրը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ նրա վրա կատարողը ներկա վարչապետը, որին կարծես թե ինչու թվում է, թե այդ դաշնամուրը իր հետ բերել է Ենոք Հավանից, իսկ ավելի ճիշտ Քրդեվանից։ Ես Վարդան Կարագյուզյանը, բժշկագիտության տեղեկատվության եւ բժշկագիտական կիբեռնետիկայի որակավորման պաբլիկան 25 տարի ղեկավարել եմ ամերիկյան բժշկական գիտական կենտրոնը, հանդիսանելով Կալիֆոռնիայի բժշկագիտական դպրոցի շրջանավարտ։ Որպեսզի մեկնաբանություն լինեն ավելի առարկայական, թեման կբերվի այն ստուգաբանությամբ, որպեսզի հետևում թողնվի թմբուկների վրա Հայաստանի վարչապետի կատարողական արվեստը, ինչպես նաև Հայաստանի խորհրդարանի բարձր ամբիոնից նրա ձեռքերը վեր պարզած արևելյան պարարվեստի գոհարները, շաղաղված նույնիսկ փողոցում հազվադեպ հանդիպող շինող բառարվեստով եւ կներկայացվի իշխանության հասնելու Նիկոլյան հետագից իր բոլոր նրբերանգներով, չասեմ նաև վարքագծով։ Բնագիտական, մասնավորապես բժշկագիտական օրենքները բարեկամներ անչափ նման են հասարակագիտական եւ քաղաքագիտական օրինաչափություններին։ Առողջ օրգանիզմ ենթադրում է առողջ օրգաններ, որոնք միմյանց կապված են ֆունկցիոնալապես եւ ղեկավարում են ել ավելի վերևում կանգնած կենտրոնական ներվային համակարգի կողմից, նպատակ ունելով պահպանել օրգանիզմի կառուցվածքային եւ ֆունկցիոնալ ամբողջականություն, ինչպես նաև կենսաբանական գոյությունը։ Ամուր պետականություն, չասեմ առողջ պետականություն, ենթադրում է սահմանադրությամբ ընդունված օրենսդիր, դատական եւ գործադիր մարմինների, ինչպես նաև պետական կառավարումը իրականացնող նախարարությունների, վարչությունների ֆունկցիոնալապես ներդաշնակ գործունեություն։ Այստեղ կարծես սահմանադրությունը եւ բազմաթիվ օրենքներ նույնատիպ են կենտրոնական ներվային համակարգի, որոնցով պետք է ղեկավարվեն, իսկ գործող ինստիտուտները, նախարարությունները, գերատեսչությունները նմանատիպ են ներքին օրգաններին։ Եվ երբ մարմնի որևէ օրգան հիվանդանում է, ապա այն անդրադառնում է բացառապես բոլոր օրգանների աշխատանքին, նույն սկզբունքով պետական որևէ կառույցի անգործնությունը ամբողջությամբ անդրադառնում է նաև իշխանության կառավարման գործունեությանը։ Սակայն երբ ախտահարված է նույն ինքը գործադիր մարմինը, այլ խոսքով կառավարությունը, ապա պետականությունը դատապարտված է անկանխատեսելի փորձությունների ընդհանուր պետականության կորստին։
Թերևս մարդկության պատմության ընթացքում որևէ դրվագ հայտնի չէ, երբ երկրի իշխանությունը պայքարել իր իսկ պետականության դեմ։ Տեսականորեն այն հավանական կարող է լինել միայն ու միայն այն դեպքում, երբ երկրի բարձրագույն օղակներում հայտնվեն թշնամորեն տրամադրված ուժեր։ Ներկայումս գործող իշխանությունը կազմաքանդման աշխատանքներ իրականացում է իրավական փաստաթղթերի հարթություն ամենից առաջ ծանրադրության հիմնարար փոփոխությունների եւ տարածքների օտարման առաջ կեղծ դրված խաղաղության պայմանագրի տեսքով։ Եվ որպեսի իմ մեկնաբանություններն հավաստի եւ կենտրոնական, ինչու՞ չէ նաեւ տրամաբանական, եկեք հայաստանյան քաղաքական իրավիճակը դիտարկենք համընդհանուր ընդունված բնագիտական վերլուծությամբ։ Ինչպես բժշկագիտության մեջ ընդունված է, որ ցանկացած հիվանդագին երևույթ պետք է դիտարկել բժշկահետևանքային տեսանկյունից, այնպես է ճշմարիտ կլիներ Հայաստանի ներկա հիվանդագին իրավիճակը քննարկել պատճառագիտության տեսանկյունից եւ բերել որոշ պատմական ակնարկներ։ Երկրի կառավարման հիվանդության արմատները գնում են դարի 90-ականները, երբ կողքի հայտնված ընդհանուր նպատակներով համախմբված բազմությունը վերածեցին բացարձակ իրավունքներով առանձին խմբերի, պահանջելով արտոնալ իրավունքներ, եկամտաբեր պաշտոններ, սեփականաշնորհելով բազմաթիվ կենսական նշանակություն ունեցող կառույցներ։ Եվ հետևանք եղավ այն, որ ազգային նպատակները վերածեցին հարստանալու նպատակների։ Շարքային քաղաքացիները, որոնք ոգևորված են իրենց երկրի տերը զգալու ակնկալիքով, ականատես եղան մի երևույթի, որը կոչվում է թալան, ինչպես նաև սոցիալական անարդարության։ Հենց այսպիսի բացթողության պայմաններում իրական թալանչիների հետ միասին ծնվում են բառեզբուն իմաստով բազմաթիվ նիկոլներ, որոնք իրականությունը չհրապարակելու փոխհատուցումը ակնկալում են դրամական նվիրատվությամբ, այլ կերպ դրամաշորթությամբ։ Սակայն Նիկոլը էլ ավելի հերո է գնում, հասկանալով, որ նյութը միայն չհրապարակել հեռանկարային չէ, եւ նպատակների հաջողությունը պայմանավորված է նաև քաղաքական ուղղվածությամբ, ընդգրկելով այն ժամանակվա առավել ազդեցիկ հայոց համազգային շարժմանը, թաթախվելով ամբողջությամբ ներկուսակցան խմորումներին, օգտագործելով անդամների միջև եղած տարաձայնությունները որպես հակառակորդի սեղանին դնելու մարտավարություն։ Դա նրա ինքնահաստատման թերևս առաջին ժամանակաշրջանն էր։ Այժմ եկեք վերադառնանք Նիկոլյան բառապաշարով իրական Հայաստան եւ անել որոշ վերլուծություններ, մինչեւ վարքագիծը քննարկելը, ներկայացնելով Հայաստանյան խճանկարը նախանիկոլյան ժամանակվանից սկսած։ Լայն մասաների դժգոհությունները, ինչպես նաև մոտական ընտրությունների գոյությունը, ստիպեցին Սերժ Սարգսյանին անել շախմատային նորամուծություններ, ընտրելով մարտավարություն, արկա խնդիրները մեկ այլ մարդու գրպանը գցելու տեխնիկան, ակնկալելով իշխանության վերականգնումը ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում, ապավինելով իրեն հնազանդ իշխանական լծակներին։ Սարգսյանը կարծում է, որ շախմատի ֆիգուրը տեղափոխելով այն կարող է մնալ իր տեղում ստատիկ այնքան ժամանակ, մինչև ինքը որոշեր տեղաշարժել։ Ցավոք, իրական կյանքը շախմատ չէ, եւ ֆիգուրները կարող են ինքնուրույնաբար տեղաշարժվել։ Ինչպես եղավ Նիկոլի դեպքում, Փաշինյանը ունենալով խաղադաշտ, որին նեցուկ է նախկին վարչապետը, զարգացրեց հաջողություն կատարելով բազմավեկտար քայլեր։ Նա մասաների մոտ հավատ ներշնչելու նպատակով նրանց հետ խոսում էր հասարակական ականջին հաճոյալ լեզու բառապաշարով, խորամանկաբար տալով շռայլ խոստումներ։ Իսկ նախկիններին հաճանալու համար ընտրադաշտ բերեց նրանց, հուսալով մասաների անհանդուրժողությունը դրանց նկատմամբ, որին անշուշտ կհետևեր իր հաղթանակը։ Նախկինների գոյությունը քաղաքական դաշտում բարենպաստ էր նաև նրանով, որ դուրս էր մղվում որևէ նոր քաղաքական ուժեր, որոնք կարող են լինել այլընտրանքներ։ Իսկ Սարգսյանի հետ չհամաձայնեցված նախկինների տարերային ինքնակամ որդովունքները կարող է զսպվել
բազմազան ժողովրդական ցույցերի արկայությամբ եւ ինչու՞ չէ հենց Սարգսյանի վերադարձի խոստումներով։ Փաշինյանի մարտավարության հիմքում ընկած էր հնարավոր շատ թալան վերադարձնել, սակայն ոչ այն նպատակով, ինչպես իրեն ներկայացնում էր բազմահազար ցույցերի ժամանակ, այլ ինչպես պարզվեց հետագայում յուրացնելու նպատակով։ Իսկ այժմ Նիկոլատիպ մարդկանց իշխանական վերնախավում հայտնվելու գիտական մոտեցումը, որոնք երբևէ չեն զետեղվել հայաստանյան որևէ պարբերական դրում, թերևս Հայաստանում կան գիտության բազմաթիվ նվիրատներ, քաղաքագետներ, չասեմ հոգեբաններ կամ հոգեբուժներ։ Ներկայացվելիք այս մեկնաբանությունը, որոնք ամբողջովին այժմյական են, հղում է արված գիտության նվիրատների աշխատությունից եւ առնչվում է իշխանության եկած անհատի կամ անհատների ոչ միայն մտային կարողության, այլ նրանց հոգեկան վարքի հիմնախնդիրներին։ Եվ այդպես երբեմն մենք դրամաբանորեն մենք ինքներս կարող ենք հարց տալ. այդ ինչպես է, որ ոչ կոմպետենտ կամ որ նույնը ոչ իրազեկ մարդիկ կարող են հայտնվել իշխանության ամենաբարձր օղակներում եւ շատ անգամ խելացի, էրուդիցիայով եւ իրազեկությամբ գործերին ծանոթ մարդիկ կարող են մնալ ստերում։ Այդ ուղղությամբ աշխատել է մի հիանալի փիլիսոփա, իտալացի քաղաքագետ Նիկոլա Մաքիավելին, որի անունը զարմանալիորեն մոտ է Հայաստանի ներկա վարչապետի անվանը։ Թերևս 16-րդ դարում նա նշել է, որ խելքը եւ իմացությունը կարող են խանգարել իշխանական վերնախավերում հայտնվել։ Նա իր գրքում, որը կոչվում է Միապետ, դա միակ գիրքն է, որ նա գրել է, գրում է, որ ապագա բարձր ինտելեկտով եւ կոմպետենտ կամ որ նույնն է իրազեկ կառավարողները իշխանության հասնելու ճանապարհին ունենում են բազմաթիվ խոչընդոտներ, որտեղ նրանք որևէ հարցի լուծման մոտենում են համակողմանի եւ խորությամբ։ Իսկ խոստումների կատարման կարևորությունը նրանց դարձնում է կաշկանդված եւ վստահություն չներշնչող, որը հետևանքով մասաների կողմից այն կարող է ընկալվել գործերից անտեղյակ մարդու տպավորություն։ Ի հակադրություն դրան ցածր ինտելեկտով սահմանափակ գիտելիքներով անձիկ կարող են գործել անկաշկանդ եւ վստահ, կասեի պատասխանատու։ Միացյալ Նահանգների Ստենֆորդի եւ Հյուսթոնի համալսարաններում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ երբ որևէ մեկը իր մտքերը ներկայացնում է ինքնավստահ, ապա այն շրջապատի կողմից ընկալվում է որպես կոմպետենտ, իսկ երբ նա ներկայանում է նաև վճռականորեն, ապա ընկալվում է, որ նպատակների իրագործման համար օժտված է անհրաժեշտ հստակ մտածողությամբ։ Այդ կեղծ ինքնավստահ եւ կեղծ վճռական ընկալումն է, որ ոչ կոմպետենտ կամ ոչ իրազեկ մարդիկ կարող են արագորեն բարձրանալ իշխանական վերելակներով։ Սակայն որպես կանոն իշխանության վերին օղակներում հայտնվելուց հետո գործում է տխուր իրավիճակ, երբ կեղծ լիդերը ներքուս զգում է իր անիրազեկ եւ խոստումների անիրագործելի լինելը, որ հետևանքով առաջի պլան է գալիս մասնագետորեն թեկուզ քիչ տեղյակ, սակայն իրեն չսպառնացող կադրերի ընտրությունը, որոնք էլ իրենց հերթին օժտված լինելով նապաստակների հոգեբանությամբ, կար ժամանակամիջոցում յուրացնելով քաղաքական աճպարարությունը, դեմքերին հագցնում են սկզբունքային եւ ամեն ինչից տեղյակ առյուծ քաղաքական գործի դիմագծեր։ Այլ խոսքով գլխավոր աճպարար լինելով թույլ եւ զեղծարար, նպատակ է հետապնդում հաստատվել իշխանությունում, իրեն շրջապատելով ավելի թույլերով եւ ել ավելի ոչ կոմպետենտերով եւ իր իշխանությունը ամրապնդելու նպատակով կարող է օգտվել իշխանական լծակներից կամ ռեսուրսներից։ Ենթականերին խրախուսելու համար պարգևավճարների կամ չարթարացված պաշտոնների տեսքով։ Տիպիկ հայաստանյան խճանկար, որը գրված է թերևս բարեկամներ 400 տարի առաջ։ Ներկայումս հետևելով Հայաստանի իրադարձությունների ընթացքը եւ Փաշինյանի վարքագիծը, այնինչ ստիպեց անդրադառնալ նրան արդեն
Մեկ այլ տեսանկյունով բժշկագիտական տեսանկյունից։ Թույլ տվեք նկատել, որ նրա պահելաձևը ենթադրում է պսիխոպատ անձնավորության վարքագիծ, որի դեպքում ենթադրյալ հիվանդները սկզբում կարող են լինել անհամեմատ հանգիստ, սակայն հետո կարող են վերածվել անզուսպ եւ ոչ համարժեք վարքագծով անձնավորության։ Նկատել լինում նաև խոսքի, հետևաբար մտքերի ոչ ներդաշնակ ընթացակարգ, համեմված թեմայի մոտ ընկած անհարկի պարզաբանումները, եւ որոնք էլ կարող են ցավոք սրտի շրջապատի կողմից ընկալել որպես հարցի բազմակողմանի վերլուծության արդյունք, ստիպում են ստեղծել այնպիսի պատրանք, ինչպիսին մենք հիմա ունենք։ Իսկ իրականում հոգեպես անհավասարակշռված անձինք հաճախ ընկնում են մտային կամ գլխուղեղի ասում են երկրորդ ազդանշանի համակարգի մեջ, որի դեպքում իրական կյանքը եւ զգացումը նեղանում է եւ ամբողջ ուշադրություն սևեռում է մտքերը սանձելուն եւ պատասխանները համոզիչ դարձնելուն ներկանում են որպես ամնիչից տեղյակ վերլուծաբանի։ Միևնույն ժամանակ լարված իրավիճակում տարբեր տրամաբանական դաշտերում գտնված մտքերը հավաքելու համար պահանջվում է ժամանակամիջոցով։ Եվ այդ ժամանակամիջոցը խնայելու համար անձը բազմաթիվ անգամ կարող է կրկնել նույն ֆրազը եւ մտքերը հավաքելու ակնկալիքով ստեփում է այդպիսի պատրանքներ ստեղծել, թե ինքը կարող է եւ հարցի մոտենալ բազմակողմանի։ Իսկ համոզիչ ներկայացնելու նպատակով օգտագործում է թատերական ժեստադրումներ կամ հանրային առօրյա բառապաշար։ Այդպես իդեպ բժշկագիտությունը ժեստադրումները կամ հանրային առօրյա բառապաշարը ընկալում է յուրովի, հաշվի առնում է ոչ միայն կրկնությունների քանակը, այլև կրկնությունների ժամանակ առանձին բառի եւ միմյանց կապված բառաքանակի գոյությունը։ Ասեմ, որ ներքին նյարդային, ինչպես նաև զգացմունքային գրգռվածությունը, անսովոր ժեստերը, ծամածռությունը, թատերականությունը, սուտ խոսելու մտքերը, յուրովի ձևակերպվելու այդպիսի միջոցները, դրանք բոլոր հոգեկան անհավասարակշռված եւ հավանական հիվանդության ախտորոշման ամենավառ դրսևորներն են։ Ավելին, Փաշինյանի մասնակցությամբ կառավարության նիստերը, ինչպես նաև մասաների հետ հանդիպումները հիշեցնում են դպրոցական ուսուցիչ աշակերտ դասաժամեր, որում վարչապետը զբաղված է այսպես ասած ամեն ինչից հասկացող ուսուցչի դերակատարությամբ։ Դա գիտությանը հայտնի հոգեուզական խառնվածքի ախտաբանական իրավիճակը բնութագրող նարցիսիզմի փայլուն օրինակ է, որը ընդհանրում է ծայրահեղ ինքնագոհ իրավիճակ եւ բոլորն այն համարում են վերինաշրջանի բարձր ինտելեկտի, ամեն ինչից տեղյակ եւ անփոխարինելի անձնավորության։ Ժամանակի ընթացքում ինքնագոհ հոգեխառնվածքի միանում է նաեւ շրջապատի կարծիքների անտեսումը, առանց դեպքում նաեւ արհամարանքը, որի հետևանքով որպես կանոն առաջի պլան է գալիս նաեւ պատասխանատվության բթացումը կամ որ գրվում է որպես ոչ adekvat լինելը։ Իդեպ այսպիսի հոգեվիճակը անձին չի կարող ազատել քրեական պատասխանատվությունից համաձայն ըստ հիվանդությունների դասակարգման միջազգային ընդունված նորմերի։ Թույլ տվեք մեկնաբանությունը ավարտել հետևյալ համառոտ ներկայացամբ։ Հայաստանում կառավարական ոչ մի օղակ չի աշխատել եւ շարունակում է չաշխատել։ Եթե աշխատեր, ապա նիկոլականները վաղուց պետք է մեկուսացված լինեին, նույն սկզբունքով, ինչպես առողջ երիկամը կարող է ֆիլտրել եւ հեռացնել թունավոր թափոնները օրգանիզմից։ Թույլ տվեք նկատել, որ ներկա վարչապետի պահվածքը որպես կարծեցյալ ժողովրդական եւ ժողովրդի ծոցից դուրս եկած անձնավորություն ավելի քան ծիծաղելի է։ Նրա պահելաձևը որպես հանրապետության առաջին դեմք խոսում է նրա ամենացածր մակարդակի, ինչու ոչ նաև դաստիարակության մասին,
այլ ոչ թե ժողովրդի ծոցից դուրս եկած անձնավորության մասին։ Եվ ամենաթողության պայմաններում նա պետական ունեցվածք եւ գանձարանը նույնացրել է սեփականության հետ։ Երկրում չի գործում որևէ զսպող մեխանիզմ։ Ցանկացած թեկուզ լավագույն իշխանության դեպքում անհրաժեշտ է կառավարության գործունեության զսպաշապիկ հագցնելու քաղաքականություն, հակառակ դեպքում կունենանք այն ինչ որ ներկայումս ունենք։ Վերջում որպես հայազգի բժշկագիտական բնագավառ ներկայացիչ, դիտարկելով հայաստանյան քաղաքական իրավիճակը, կարծում եմ մենք գործ ունենք լուրջ իշխանական հիվանդության հետ եւ պահանջում է անվերապահ վիրահատական միջոցառումներ եւ հետվիրահատական վերականգնողական բուժօգնություն, այլ խոսքով գործող իշխանության անվերապահ հեռացում։ Անշուշտ ներկա հայաստանյան խայտառակ իրավիճակը չի կարող սահմանափակվել միայն հետևանքների դեմ պայքարելով, առանց պատճառները արմատախիլ անելու։ Այն նույնն է ակնկալել հարբուխի բուժում հիվանդի քիթը բռնելով։ Սուսուփուս հանրապետության նախագահ, ինչպես նաև իր հետաքրությունը առած եւ փախած նախկին նախագահ, վարչապետ, խորհրդարանի խոսնակ եւ կողքերը թիկնված մշտապես հերախոսով զբաղված տեղակալներ, ՔՊԱ-ական նախկին հերոսատեսային հաղորդավարներ, ուտող չկշտացող առանձին պատգամավորներ, առողջապահության, կրթության, ինչպես նաև նախկին ներկա լափող նախարարներ, պետական բյուջեն դատարկող բարեկամ խնամիներ, սուտի պայմանագիր կնքող եւ գումարները արտասահման փոխանցող աշխատակազմ մոտ է պատասխանատվության ժամանակը։ Հիվանդության բուժում անկասկած պետք է կատարվի առաջիկա ընտրություններին խեղկատակների հեռացմամբ։ Եվ վերջում թույլ տվեք նկատել, որ իշխանության վերին օղակներում հայտնված սեփական գրպանները տեղավորող պաշտոնյաներին չպետք է նույնացնել իսկական հայ մարդու հետ։ Մենք չենք էլ գիտակցում, որ առջևում երկրորդ Սարդարաբադն է, որտեղ թուրքը արդեն սահմաններից ներս է։ Եվ եթե որոշ մարդկանց մոտ հաճո չէ արտերկրից արվող մեկնաբանությունները հաղոմանելով հայրենասիրության որպես Հայաստանի ներկա սահմաններում գտնվելու նախապայման, թույլ տվեք նկատել, որ դրսում հայը կարող է շատ անգամ ավելի հայամետ լինել, քան բուն երկրում գտնող ոմանց իդեմս ներկա եւ նախկին իշխանավորների։ Հայկական գիտակից Սփյուռքի զորու է ամբողջությամբ օգտակար լինել մայր հայրենիքին։ Թող կեցցե նոր հայակերտ իշխանությունը։ Ամեն։ Ես Վարդան Կարագյուզյան եմ։ Շնորհակալություն։